Ողջույն սիրելի հետևորդներ, դուք դիտում եք Թեթև զրույց փոդքասթը։ Այսօր մենք ունենք բացառիկ հյուր Հայկ Գաբրիելյանը, Հայաստանի առաջին մասնավոր խուզարկուական ընկերության հիմնադիրը եւ տնօրենը։ Ողջույն Հայկ ջան։ Բարև ձեզ, շատ հաճելի է մասնակցել ձեր փոդքասթին, հյուրընկալվել ձեր փոդքասթին, պատրաստ եմ պատասխանելու ձեր ցանկացած հարցերին։ Ողջունում ենք ձեզ, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար եւ կարող ենք սկսել հենց առաջին հարցից, ինչպես որոշեցիք, որ ուզում եք դառնալ խուզարկու, դետեկտիվ եւ ինչ մասնագիտական ուղի եք ընտրել այդ ճանապարհին։ Տեսեք, ցանկացած սովետական շրջանի ծնունդ եմ, այսինքն ինքս 50-ից եմ, ասած ասեմ, եւ մեր ժամանակ երեխա պատանեկության եւ մանկության տարիքում արդեն ընթերցանության եւ սիրելի գրքերի շարքում հիմնականում լավագույն դիրքում էր դետեկտիվ գրականությունը։ Դա Ագաթա Քրիստի, Կոնան Դոյլ, Ժորժ Սիմենոն, այդտեղ կլինի Շերլոկ Հոլմս, մեր Էրկյուլ Պուարո կամ կոմիսար Մեգրե եւ հայկական դետեկտիվները նույնպես երջանկայի շտակ Վիկտոր Բալայանը, որի հերոսը ոստիկանության աշխատակից Դանելյանն էր։ Այդ ոգով, այսինքն դասիրակություն, մեծանալ, հետո հայրս ինքը ներքին գործերի համակարգում են ժամանակվա, բավականին պաշտոններ, փորձառություն, շփվել փոքր տարիքից ներքին գործերի կամ այն ժամանակ միլիցիայի տարբեր հետաքրքիր կենսակերպ եւ աշխատանքային ուղի ունեցող անձանց հետ։ Անց հետո ես ընդունվել եմ Երևանի Ժողովրդատնտեսության ինստիտուտ, այսպես ասած Սև շենք։ Ավարտել եմ, տնտեսագետի ուղի եմ բռնել, սկսել եմ աշխատանքս ռևիզորի մասնագիտացմամբ, այսինքն ֆինանսական վերահսկողի։ Ֆինանսային նախարարությունում եմ աշխատել, որից հետո աշխատանքս փոխել եմ եւ անցում եմ կատարել ներքին գործերի նախարարություն, ոստիկանություն, ու այդպես քայլ առ քայլ աճելով քրեակատարողական ծառայություն, որից հետո մասնավոր սեկտորում բիզնեսներում տարբեր մեծ անվտանգության ստորաբաժանումներ եմ ղեկավարել եւ կառավարել, վերջին պաշտոնս եղել է հայկական ճանաչված բանկերից մեկի անվտանգության ծառայության ղեկավար եւ ես այդ պահից այդ բարձր վճարվող կոմֆորտնի պաշտոնը թողել եմ, այսինքն հասունացել է իմ մոտ իմ մանկության պատանեկության երազանքը իրականություն սարքելու ժամանակը։ Ստեղծել եմ 2021 թվականին Գաբրիելյան and Partners դետեկտիվ բյուրոն եղբորս հետ, որը նույնպես նույն ճանապարհն անցել ոստիկանական լավ հետաքրիր ուղի, ինքն էլ Պայեստազորի գնդապետ է, հիմնադրել ենք ընկերությունը ու իրականացրել ենք մեր մանկության երազանքը, որ այսօր իրականություն արդեն փաստ է։ Պարոն Գաբրիելյան, իսկ որքանով է տարբերվում խուզարկուի աշխատանքը իրավապահ մարմինների աշխատանքից, քանի որ շատ հաճախ մարդիկ դրանք նույնականացնում են։ Նայեք, իրավապահ մարմինների աշխատանքը իրանք ունեն բավականին գերակադիր եւ բավականին մեծ լիազորություններ, քանի որ քրեական օրենսդրությամբ կամ քրեական դատավարության օրենսդրությամբ եւ նաեւ օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքներով իրենց վերապահված են զգալի մեծ լիազորություններ։ Մասնավոր խուզարկուն եւ պետության իրավապահ համակարգի աշխատակիցները նույն ընդհանուր իրավապահ պետության իրավապահ համակարգի զուգահեռ քայլող մարմիններ են կամ օղակներ են, իրանք երբևիցե ընդդեմ չեն կարող լինել, այսինքն իրենք պետք է քայլեն զուգահեռ միմյանց աջակցելով, օգնելով, որտեղ մասնավոր խուզարկուն լինում է այն տեղում, որտեղ դեռևս չի ծագել քրեական խնդիր, այսինքն պատկերացրեք, չկա հանցագործություն դեռևս, օրինակ, ինտերնետում կամ համացանցում վատ կոմենտ են գրել կամ որևէ վատ բան են արել, որի տակ քրեական վարույթ չկա, ավելի շատ ինքը քաղաքացիական վարույթ է, բայց պետք է հայտնաբերել այդ վատ կոմենտ գրողին, հասկանալ թե ինչն է խնդիրը, որից հետո նոր տեսնել դա, եթե քրեական վարույթի հիմք ունի, այդ ժամանակ մենք ոստիկանությանը դիմեն կամ իրավապահ մարմիններին եւ սկսեն քրեական գործողություն, քրեադատավարական վարույթ իրականացնել։ Քաղաքացին կամ մարդիկ կազմակերպությունները դիմում են դետեկտիվին, մասնավոր խուզարկուն հայտնաբերում է այդ խնդիրները, ապացույցները տվյալ սուբյեկտներին, որից հետո օգնում է նաեւ դիմել իրավապահ մարմիններին։ Իսկ օրինակ մարդիկ շատ հաճախ այսօր Facebook-յան հարթակներում ավելի շատ վատ մեկնաբանություններ գրում են երբեմն օրինակ քաղաքական գործիչների փոստերի տակ։ Եղել են ձեր պրակտիկայում նման դեպքեր, որ քաղաքական գործիչները ձեզ դիմեն նման մարդկանց հայտնաբերելու համար։
Նայեք, մեր համար, որպես դետեկտիվ մասնավոր խուզարկու, ես լինելով դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի անդամ եւ նաեւ մասնավոր դետեկտիվների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, մենք ունենք էթիկայի կանոնագիր։ Այսինքն մեզ համար տարանջատել հաճախորդին քաղաքական գործիչ, թե ոչ գործիչ, կրոնական, ռասայական, սեռական եւ այլ տեսակի խտրականություն դնելու իրավունք չունենք։ Մեզ համար հաճախորդը, այսինքն մեզ դիմում են մարդիկ, որ ունեն խնդիր, եւ մենք փորձում ենք լուծել խնդիրը։ Այսինքն քաղաքական ուղղվածության որևէ գործողություն կամ գործառույթ չենք իրականացնում որպես խուզարկուներ։ Մեզ համար կան անձեր, կան կազմակերպություններ, ուղղակի դիմում են, որոնք մեր համար հաճախորդ են։ Նաև երբ որ խոսեցիք վատ կոմենտների մասին, հիշում եմ մի տեսանյութ կար հրապարակված Instagram-յան հարթակում, որը բավականին մեծ արձագանք էր գտել, խոսքը ռուս բլոգեր Նաստյայի մասին է, ում հետ դուք համագործակցել եք, նախ մի փոքր կցանկանամ պատմել, ինչպես ստացվեց համագործակցությունը եւ ինչ էր իրենից ներկայացնում։ Դա ամենահետաքրքիր եւ ճանաչողական նյութերից մեկն է, այսպես ասած, որ հանրայնացվել է արդեն մեր մասին։ Մի օր ուղղակի մեր գրասենյակի դուռը թակեց։ Նույնասեն տեսել ենք տեսանյութով ուղղակի, գիտենք, որ YouTube-ում այսպիսի աղջիկ կա, որ Հայաստանի տեսարժան վայրերն է նկարում, տարբեր ռեստորաններ, չգիտեմ, sense դուռը ծեծեց, մտավ, բարև ձեզ, ուրախացա ես, իմացա իմ խնդիր ունի, որ պետք է աջակցել, բայց ես ձեր մասին ուզում եմ ռեպորտաժ նկարեմ, ասացի, բայց ես ոչ պատմամշակութային հուշարձան եմ, մի քիչ հումորի դրեցի, ոչ էլ ռեստորան ենք, որ որևէ բան լինի, ասեց չի, ասաց դուք դետեկտիվ եք, որ ինձ շատ հետաքրքիր է։ Ես ուզում եմ ձեր աշխատանքը փորձեմ։ Okay, ասացի, երբ է պետք, ասաց, այս մոտ օրերս մենք կգանք, խնդիրը չեմ ասելու ձեզ, խնդիրը լինելու է մեր այդ այցի օրը, որ ձեզ լինի, ուղղակի մենք նախորդ կասենք, որ այդ օրը մարդ չլինի, մենք կանք նկարահանենք, ուղիղ նկարվելու է, ասացի, okay։ Եկան դուռը ծեծեց, մտավ հեռախոսով ժամացույցը տայմերը միացրած, ասաց Պարոն Գաբրելյան, ինձ իմ հայտնիներից մեկը հեյթինգ արել, վատ կոմենտ է գրել, մենք պետք է գտնենք իրան, խնդրում, սա ժամանակն է, թե ինչքան ժամանակում դուք գտնեք, եւ մոտավորապես 30 րոպեում այդ Instagram-ը դու հաշվի առնելով որ մենք համաշխարհային ասոցիացիայի անդամ ենք, մեզ հնարավորություն կա լիքը բաներ, բավականին բաներ տեսնել այդ սոցիալական պլատֆորմայում, թե ով է կանգնած հետևը կամ ինչ ձև է եւ այլն։ Մենք գտանք այդ աղջկան, որը 18-ամյա մի աղջիկ էր, որպեսզի այդ աղջիկը չվախենա, դե ամեն դեպքում բանա, ինչքան էլ որ սպասում է բան, ես Նաստյան ասում էր գնանք կանգնենք իրանց տան բակում, ասի չէ, տենց պետք չի։ Ասի արի գնանք ծաղիկ առնենք, ես այդ աղջկան ասեմ զանգեցինք, ես աղջեցի, որ ես առաքիչ եմ, ձեզ մի տղա ծաղիկ է ուղարկել, ես էլ առաքիչն եմ, բերեմ ձեր ծաղիկը տամ ձեզ։ Ու իրանց օպերատորի բանի հետ գնացինք մեքենաներով, ես մոտեցա, ծաղիկը տվեց ես աղջկան, հետո Նաստյան մոտեցավ, ու արդեն ասաց, սա ձեր պրոֆիլն է, թե չէ, տենց ու որ ասենք, իմիջ այլոց այդ YouTube-ում դիտումները 38 միլիոնից ավել է մեր վիդեոյի։ Շատ ուրախ ենք։ Շատ զարմանալի պատմություն։ Մի հարցել ունեի կապված ձեր մասնագիտական գործունեության հետ ու վերջին օրերին տարածված այս ցավալի պատմության հետ կապված Մարմարիկում 2-ամյա տղայի անհետացման հետ կապված։ Օրինակ, եթե ձեզ դիմեին նման հարցով, չեն դիմել երևի թե, եթե դիմեին, դուք այդ տեսակ աշխատանքներով զբաղվում եք, դուք թե ոչ։ Տեսեք, մենք այդ տեսակ աշխատանքներով կարող ենք զբաղվել, բայց հիմա այնտեղ եղած շատ մարդիկ ավելի խանգարում են, քան օգնում։ Այնտեղ աշխատում է լուրջ թիմ, ոստիկանության բավականին պրոֆեսիոնալ թիմ, փրկարարական ծառայության, ազգային անվտանգության, իրանք պրոֆեսիոնալներ են։ Մենք կարանք միջամտենք կամ օգնենք այն ժամանակ, երբ որ օրինակ, չգիտեմ, կա տեղեկություն, որ այդ երեխան հայտնվել է արտասահմանում։ Դերեմ օրինակ չեմ ասում այդ երեխայի վերաբերյալ, էլի։ Հիմա մինչև մեր պետական մարմինները, պետական կապուղիներով կարողանան հասկանալ որևէ տեղեկություն, դետեկտիվի առավելությունը կայանում է նրանում, որ ես կարող եմ հեռախոսս վերցնել, զանգել Վրաստանի իմ գործընկերոջ, ասել խնդրում եմ մի հատ ձեր երկրում SS խնդիրը, օրինակ Պողոս Պողոսյանին կարող եք հասկանալ կամ Պետրոս Պետրոսյանին, արդյոք Թբիլիսիում է թե չէ, կամ որևէ բան, որով ես կօգնեմ նաև մեր իրավապահ համակարգի գործընկերներին, այսինքն ուղղակի մեր մասնակցությունը այնտեղ ավելի շատ կխանգարի, ավելի շատ ոտնատակ կընկնենք, քան կօգնենք։ Դեպքեր կան, որտեղ բայց մենք պատրաստ ենք օգնել։ Եթե օրինակ կլինի խնդիր, մենք տարբեր փորձառություն ունենք,
որ քրեական գործերով, տարբեր հարցերով որոշակի տեղեկատվության ճշտման, որը մենք կարողանում ենք ճշտել եւ օգնում ենք։ Իսկ վարկածներ ունեք դուք ձեր պատկերացումներում Իմիջիալոս նմանատիպ դեպքում վարկած հայտնելը շատ ցավապատճառելու կամ բանալի է ավելորդ հույսերը արտնասնելու կամ որևէ բաներ մարդկանց մոտ, որի ես չեմ ուզի։ Ես ինքս պրակտիկ ու ռեալ մարդ եմ եւ սիրում եմ սպասել ու ապավինել աշխատանքներին։ Իմ անդեղարումա լայնածավալ աշխատանք, հույս ունեմ, իմ sense ես նաև հավատավոր հայ եմ, հավատացյալ հայ եմ, քրիստոնյա եւ իմ կարծիքով ապավինում եմ Աստծուն, որ այդ երեխան ողջ առողջ գտնվելու է։ Ինչ որ միտեղ, չգիտեմ, ընկելա ոդկն ավնասվել, գիտակցությունն կորեկան բան, բայց գտնվի, ես ուզում եմ որ գտնվի այդ երեխան։ Նաև բավականին տարածված է ոչ թե վերջին շրջանում, այլ միշտ տարածված է եղել ստի դետեկտորի վերաբերյալ խոսակցությունները, մարդիկ միշտ բավականին կասկածով են մոտենում տվյալ սարքի գործունեությանը, այսպես ասած, նաև նշեմ, որ շատ երկրներում լսել են, որ արգելել են տվյալ սարքի օգտագործումը, քանի որ դա նշվում էր, չգիտեմ, կարդացել եմ այդպիսի մի հոդված, որ մարդու իրավունքների խախտում է համարվել, կարող եք մի փոքր խոսել այդ սարքի մասին, ընդհանրապես ինչ է ներկայացնում։ Տեսեք, մեր ծառայությունների շրջանակում մենք ունենք պոլիգրաֆի կամ ստի դետեկտորի ծառայություն, մեր գործընկեր կազմակերպության հետ համատեղ ինքը կարա համարվի մարդու իրավունքների խախտում կամ ոտնահարում այն պարագայում, եթե ստիպեն մարդու։ Բայց օրինակ աշխատանքի ընդունվելուց մեծ կազմակերպությունները, միջազգային կառույցները ունեն այդպիսի փորձառություն իրենց պատասխանատու պաշտոններում նշանակվող մենեջմենտի կամ նյութապատասխանատու պաշտոններում նշանակվող անձանց դետեկտորով ստուգում են։ Այսինքն ինչն է, այնտեղ ստուգումը բարեվարկությունը որոշակի, որտեղ դետեկտորով աշխատանքի պարագայում կարող ես հասկանալ այդ մարդը խնդիրներ ունի, թե չէ, կամ ինքը խաբում է, թե ոչ, որտեղ ինչքան էլ կարող է լինի անաղարտ կենսագրություն ունեցող մարդ, ձևական անաղարտ, այսինքն ինքը ռետուշ արած, ռետինով ջնջած կենսագրությունով, բայց ինքը երբևիցե իր հուզական հոգեվիճակը չի կարող թաքցնել։ Պոլիգրաֆի կամ դետեկտորի ծառայության զուգահեռ կա նաև պրոֆայլերի ծառայություն, որը իր հետ համարժեք կոմպոնենտներով է աշխատում, այսինքն շատ դեպքերում, երբ որ մարդուն պետք է հասկանալ ինքը արել է, արդյոք այդ զեղծարարությունը թե ոչ, արել է այդ խնդիրը, այդ ժամանակ արդեն զրույցը նրա հետ վարում է պրոֆայլերը եւ նույն հուզականությամբ կամ ֆիզիոլոգիական վիճակով, միմիկաներով, տարբեր շարժումներով հասկանում է, որ այդ մարդը ունի այդ խնդիրը, թե չունի։ Այդ պրակտիկան շատ ժամանակ պրոֆայլերի պրակտիկան կիրառվում է հիմնականում մաքսային մարմիններում, պետական անվտանգային մարմիններում, որտեղ զրույցի ժամանակ կարողանում ես հասկանալ զեղծարարա թե չէ, հանցագործա թե չէ, որից հետո կատարում է որոշակի այլ գործողություններ։ Այսինքն, եթե մարդը կամավոր գնում է պոլիգրաֆով կամ ստի դետեկտորով ստուգման, այդտեղ մարդու իրավունքների ոտնահարում չկա։ Իսկ ձեր աշխատանքում երբևէ եղել են դեպքեր, երբ դուք ոչ թե տեխնիկաներին հետևեք, այլ ձեր ներքին ձայնին, ինտուիցիային, այսինքն ձեր ներքին հմտությունները, ձեր առանձին դուք որպես անձ ձեր գործին ավելի շատ օգնեք, քան ձեր ունեցած օրինակ փորձը։ Շատ լավ հարց էր, ասեմ ինչու՞ն է։ Իրականում դետեկտիվի աշխատանքը ինքը իրանից ներկայացնում նաև անալիտիկ վերլուծական աշխատանք։ Փաստերը զուտ փաստեր են։ Օրինակ, ստեղ դրված է 3 հատ խոսափող, 3 բաժակ, 2 թուղթ, 2 աղջիկ եւ մի տղամարդ։ Փաստեր են դրանք։ Բայց որպեսի վերլուծել եւ համադրել, դրանց արդյունքում գտնել ճշմարտությունը, արդեն ձեր ասած ոչ միայն ներքին ձայնն է պետք, այլ ունեցած անցած ճանապարհը, կյանքի կենսապրոցեսը, գիտելիքները, ունակությունները, որպեսզի փոքրիկ դետալի մեջ, օրինակ ձեր 3 թղթից մեկը մի քիչ առաջ է դրած, դա կարա որոշակի նշանակություն ունենա, ասած թղթի վրա օրինակը բերեմ, էլի, այսինքն դա արդեն մասնագիտացական է, այսինքն ես կարողացա ձեր վրա ներազդել խոսքով ինչն է այդ փոքրիկ նյուանսներից կարողանում ես բռնվել եւ ստանալ ամբողջ պատկերը։ Կարաս փաստեր ունենաս, բայց այդ փաստերը չկարողանաս ճիշտ մատուցել, չկարողանաս ճիշտ ներկայացնել, չկարողանաս ճիշտ համադրել։ Արդյունքում դու լրիվ ուրիշ ուղղությամբ գնաս։ Բայց երբ որ ձեր ասած ներքին ձայնը կա, ունես քո ներքին համոզմունքը, դրան գումարվում է քո կենսափորձն ու գիտելիքները, արդեն բոլորի կոմբինացիայի արդյունքում ստացվում է հետաքրքիր լավ պատկեր, արդյունք։
Դուք նաև Վիկիպեդիայում ունեք ձեր հոդվածը եւ բավականին ակտիվ գործունեություն եք ծավալում։ Կարող եք մի փոքր պատմել, հիշում եմ, որ կարողացել եք խուզարկուներին համախմբել, այսպիսի մի նախաձեռնություն եք սկսել, մի փոքր կարող եք մանրամասնել։ Ամենակարևոր շատ լավն էր, ես ասեմ, Վիկիպեդիայում ստացվեց մասնավոր դետեկտիվ հայերեն հոդված գրել, որտեղ բավականին չէր ստացվում, հիմա արդեն ստացվեց եւ ինչա իրենից ներկայացրեց, խորտ կտամ մտնեն նայեն մեր ժողովուրդը, նաեւ կճանաչեն լիքը շատ բաներ։ Ինչա դետեկտիվը, ինչա իրենից ներկայացնում, մասնագիտական ակունքները որտեղից են գալի, ովքեր են եղել աշխարհում առաջի դետեկտիվները, օրինակ աշխարհում առաջի մասնավոր դետեկտիվը դա եղել է Էժեն Վիդոկը 1833 թվականին, ինքը հանցագործ եւ շատ ուժեղ հանցագործ լինելով ինքը հետո դառել է ֆրանսիական ոստիկանության, քրեական ոստիկանության հիմնադիրը, որից հետո ինքը դառել է մասնավոր խոզարկու։ Իսկ աշխարհում առաջին մասնավոր խոզարկողական ընկերությունը, որը մինչ օրս գործում է եւ մեր գործընկերն է, դա Պինկերտոնի նշանավոր Ալան Պինկերտոնի գրասենյակն է 1851 թվականից մինչերևս գործում են իրենք։ Այնտեղ նաև արդեն գալիս է բոլոր երկրներում աշխարհի հնարավոր որ երկրներում օրենսդրական կարգավորումներն ինչպես են դետեկտիվ գործունեության եւ ամենավերջում գալիս է աշխարհի հայ մասնավոր դետեկտիվների մասին։ Ես կարողացել եմ համախմբել եւ գտնել, փնտրել աշխարհի բոլոր ցեկերում հայ դետեկտիվներին։ Կանադայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կոստարիկայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, հիմա բոլորի հետ ինտենսիվ կապի մեջ եմ, ընկերական շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ եւ ձեր եթերում, ձեր ոդկասթի շրջանակում բացեմ փոքրիկ գաղտնիք։ Շատ հետաքրքիր գաղտնիքները մեզ լավ գաղտնիքը իմ հաջորդ երազանքը, որը աստված իրականություն պիտի սարքեմ, ստեղծել համահայկական դետեկտիվների կամ մասնավոր անվտանգության մասնագետների ասոցիացիա, որտեղ կհամախմբվեն ոչ միայն մասնավոր խոզարկուները, այլ պրոֆայլերները, պոլիգրաֆի մասնագետները, տարբեր հիմնարկների կազմակերպությունների անվտանգության ղեկավարները մասնավոր, որոնք իրենց փորձը, գիտելիքները կներդնեն ասոցիացիայի շրջանակներում եւ կաջակցեն պետությանը, հայրին, համայնքներին տարբեր տեղեր, օրինակ մարդը կարող է որևէ երկրում խնդիր ունենա, որտեղ մենք ասոցիացիայի միջոցով փորձենք իրան աջակցել, օգնել։ Հիմա մենք այդ հնարավորությունն ունենք որպես համաշխարհային ասոցիացիայի անդամ։ Ոնց այդ ժամանակ արդեն մենք մեր գործողությունները կանենք։ Իսկ օրինակ ձեր մասնագիտականի հետ կապված, հա, ձեր ընտանիքում խնդիրներ չեն առաջանում կապված ձեր մասնագիտության հետ, օրինակ բարեկամները կամ հարազատները վախենան ձեզ հետ շփվել, օրինակ, կամ վախենան ստել, լիքը պահեր կա, չէ, օրինակ հոգեբանական խոչընդոտներ չեն լինում ընտանեկան։ Քնարիկը արդեն վախեցած է խոսում։ Չէ։ Նայեք, հիմա սենց ասեմ, ամենահետաքրքիրը, երբ որ նոր ենք սկսել այս բիզնեսը կամ նոր ենք, դե վախենալ, եթե մի հին պապենական խոսք ասում, մարդը եթե սխտոր գերա, այդ ժամանակ սիրտը կմռմռա։ Հա։ Այսինքն եթե մի բան արելա, կապ չունի, դետեկտիվ է, թե ոստիկան է, թե աշխատակից է, թե ուղղակի ընկերա կամ բարեկամ։ Երբ որ նոր ենք սկսել մեր գործունեությունը, միտեղ առիթ էին հրավիրում, դա արդեն տարածվել է, որ Գաբրիելյան Հայկն ու Գագիկը բացել են դետեկտիվ ընկերություն, Հայկը դառել ասենք համաշխարհային ասոցիացիան տման, հարսանիք կամ տես մեծ ինչ-որ միջոցառման կամ փարթիի ժամանակ ցցած մարդիկ ասում են տարօրինակություն, մտածում են եկել են մեկի հետևից։ Հիմա չես կարողանում բացատրել, որ Ժորժ ջան, ես ուղղակի հյուր եմ եկել, ձեր նման, ես ձեզանից մեկն եմ։ Հետո դետեկտիվը բարեկամների շրջանակում կամ ընկերական շրջանակում ճիշտ չի, բարոյական չի գործողությունը, կարող ես օգնել, կարող ես աջակցել, կարող ես, չգիտեմ, խնդիր ունենա, բայց իր հանդեպ որևէ գործողություն անել ճիշտ չի, բարոյական չի։ Մանավանդ դա լավ չի, անօրինական է։ Մարդու անձնական կյանք ներխուժել, մարդու անձնականին սահմանազատումը անցնել, այդ սահմանը կտրել շատ վատ բան է։ Ես ինքս դրա դեմ կներես, ես ինքս դրա դեմ պայքարում եմ։ Որևէ տեղ տեսնեմ որևէ մարդ ներխուժել է անօրինական մեկի անձնական կյանք, ես իմ հնարավորության սահմաններում ինչ հնարավոր է կանեմ իր հանդեպ։ Իսկ եթե օրինակ ձեր ներքին ձայնը ձեզ հուշի, որ ձեր բարեկամներից մեկը օրինակ թմրամոլ է, դուք ոչ մի բան չեք անի դրա։ Ես ասեմ ինչ կանեմ, ես հնարավոր ամեն ինչ կանեմ, որ ինքը կտրվի այդ ախտից։ Ես ինքս ես, եղբայրս եւ մեր շրջապատը ակտիվ պայքար ենք տանում այդ ախտի դեմ։ Դա ախտ է, դա չարիք է։ Ես
միգուցե ավելի մարդիկ ինձ սկսեն ատել դրա համար, բայց ես պատրաստ եմ դրա վաճառքի համար, եթե ես կունենամ հնարավորություն մահապատիժ սահմանել, այսինքն խնդրել Եվրոպային, Եվրոխորհրդին, կամ չգիտեմ, որևէ կանոնակարգ ուղղություններին, նարկոտիկ թմրանյութ վաճառողներին ուղղակի մահապատիժի ենթարկել։ Դրանք չարիք տարած ավելի վատն են, քան օրինակ մարդասպանները կամ այլ հանցագործները։ Մարդասպանը կարա վատ բան անում, բայց ինքը կարա պատահական մարդասպան լինի, վեճի ժամանակ, չգիտեմ, մեկը մեկին հրի եւ այլն, այդ մարդը ընկնի պատահական մահանա, բայց սա գիտակցված ինքը թույնը տարածելով սերունդներ է փչացնում, սերունդներ է սպանում։ Դրանց պետք է մահապատիժի ենթարկել։ Իսկ բարեկամ թմրամոլ Աստված չանի չունենք, հուսով եմ չենք լինի, բայց լինելու պարագայում կլինի մտերիմ կամ բարեկամ կամ թեկուզ մեկը, որ մեզ դիմեն, պատրաստ ենք աջակցելու, օգնելու, նույնիսկ չգիտեմ, լավ հիվանդանոց կլինիկա, որ ինքը բուժվի այդ ախտից։ Դա չարիք է։ Իսկ համագործակցում եք նման կենտրոնների հետ օրինակ։ Ունենք գործընկերներ, այո, հոգեբաններ, թմրաբաններ, նարկոլոգներ, որոնք իմ ընկերներն են, բացի մինչև դետեկտիվները իմ ընկերներն են եղել։ Հիմա մենք համախմբում ենք մեր բոլոր մասնագիտական ուղղվածություն ունեցող ընկերներին։ Դրանք կլինեն հոգեբանները, հոգեթերապևտները, թմրաբանները եւ փորձագետները, տարբեր պրոֆիլի մեր գործընկերներին, ընկերներին հիմա համագործակցում են եւ այդ շրջանակներում աջակցում են միմյանց։ Վստահ եմ մեզ դիտող մարդիկ բավականին մոտիվացվում են եւ իրենք էլ կարող է ցանկություն ունենալ ձեր ուղով շարժվելու եւ ձեր մասնագիտությունը ստանալու։ Նախ ինչ պետք է անեն, որպեսզի կարողանան ձեր մասնագիտությունը ստանալ եւ հետո օրինակ ձեր կազմակերպությունում աշխատանքի ընդունվելու համար ինչ ստանդարտներ են պետք կամ մարդը օրինակ ինչ ունակություններ պետք է ունենա, որպեսզի ձեր կազմակերպության դռները բաց լինի իր համար։ Տեսեք, մասնավոր դետեկտիվ դառնալու համար կարևորագույն պայմանները հետևյալն են, լինել ազնիվ, լինել բարևարք, այդ ինչ ասում եմ դրանք գերադրական աստիճանով, դրական չի, գերադրական, ամենավերին սահմանաչափմամբ, լինել ազնիվ, լինել բարևարք, երբևէ քիթը չմտցնեմ, դու ինքը գայթակղիչ է, դու երբեմն կարող ես ունենաս հնարավորություն որոշակի տեղեկատվության, երբևիցե կյանքում դա չօգտագործել որևէ մեկի հանդեպ։ Դա նման է բժշկի կամ մյուս մասնագիտություններին, որոնք ունեն հնարավորություն որոշակի բաների եւ դրանով կարող են մանիպուլյացիա անել կամ մտնել, դա շատ վատ բան է, շատ վատ է։ Եվ ամենակարևորը լինեն կիրթ, բարձրագույն կրթությամբ, ունենան անալիտիկ մտածողություն, անցած ճանապարհ իրավապահ մարմիններում մեր մոտ այս պահին աշխատողների հավաքագրման կամ ընդունման process չկա, բայց մենք նախատեսում ենք առաջ Աստված մյուս տարվանից դասընթացների նման մի բան, նաև օրենսդրական փոփոխություններ, որտեվ օրենքը չկա, Հայաստանում դեռևս դետեկտիվ գործունեության մասին օրենք չկա, բայց ինքը նորմալ է, որտեղ մենք առաջնորդվում ենք քաղաքացիական օրենսգրքով, սահմանադրությամբ, քրեական օրենսգրքով եւ այլն այդ բաներով։ Հիմա նախատեսում ենք բացել կուրսեր կամ դպրոց։ Մենք ինքներս, ես, եղբայրս եւ որդիս ավարտել ենք Սանկտ Պետերբուրգի մասնավոր դետեկտիվների բարձրագույն դպրոցը։ Եվ այսօր հանդիսանում ենք Հայաստանի միակ պրոֆեսիոնալ կրթություն ստացած մասնավոր դետեկտիվները եւ մտածում ենք, որ մյուս տարվանից այդ կրթական հնարավորությունները բերենք նաև մեր ժողովրդի համար, որոնք կան մարդիկ, ովքեր հետաքրքրված են, այո, ինչու ոչ, պետքա սովորեն, պետքա կրթվեն եւ այդ մասնագիտությունը դրա այնպիսի մասնագիտություն, ինչպիսին ասենք, չգիտեմ, փաստաբանը, ոստիկանը, լրագրողը, չգիտեմ, խոհարարը, հավասար մասնագիտություն։ Ուղղակի մենք առաջիտ ենք Հայաստանում, որ այդ դետեկտիվը դարձրեցինք սովորական մասնագիտություն, ինքը մասնագիտություն է, տարօրինակ մարդ չի, աճպարար չի, Դեվիդ Կոպերֆիլդը չի, սովորական մարդ է։ Հենց այդ էր ինձ հետաքրքիր, ինչի գաղտնի օրինակ կերպարներս չեն ընդունում դետեկտիվները կամ օրինակ դուք որ այս պահին ցած բացահայտ խոսում եք, դա չի խանգարում ձեր մասնագիտական գործունեությանը։ Գիտեք, 19-րդ դարում ու 20-րդ դարի սկզբին, այն ժամանակ, երբ որ դետեկտիվները իմ ասած թվարկածեժն Վիդոկի Ալան Պինկերտոնի ժամանակներում, այո, կար կերպարանափոխության խնդիր, կար
տեսախցիկով կամ մոնոկլով կամ հեռադիտակով նայելու խնդիր, թակուն, քայլելու հետքերի հետևից, տենց ինչ որ են մուզիկաները չեն տարամ, այդ մուզիկան դետեկտիվ որ տեսնում մուզիկայի հատվածն ա գրում երաժշտության, չէ, հիմա այդ խնդիրը չկա, հիմա տեսեք, մենք բոլորս թողում ենք շատ թվային հետքեր համացանցում։ Ես նոթբուքի, ինտերնետի եւ սմարթֆոնի անունը դրել եմ սատանայի գործիք։ Ինքը հետաքրքիր գործիք է, ունի ամեն ինչ կարող անի։ Մի սարքի մեջ տեղավորված է դետեկտիվի համար անհրաժեշտ ինչ է ժամանակին՝ ֆոտոապարատ, հեռադիտակ, բլոկնոտ, գրիչ, մատիտ, խոշորացույց, չէ։ Հիմա մենք ունենք սմարթֆոն։ Սմարթֆոնի մեջ ինչ կա՝ ֆոտո, վիդեո։ Սմարթֆոնի մեջ կա այդ նույն բլոկնոտը, որ կարող ես գրել զամետկաները, լեզուները կա, թարգմանի չկա, ձայնագրի չկա, դիկտաֆոն, բոլորը կա։ Հիմա թվային հետքով մենք ինչ ենք կարողանում անենք։ Մենք կարող ենք ձեր ցանկացած մարդու վերաբերյալ, քանի որ հանդիսանում ենք համաշխարհային ասոցիացիայի անդամ, մենք իրականացնում ենք բաց աղբյուրներով հետախուզություն։ OSINT կոչվում է, Open Source Intelligence։ Ինչա իրենց ներկայացնում, այսինքն ցանկացած մարդ համացանցում թողում է հետք, Google-ում կլինի, Yandex-ում, Yahoo-ում, Bing-ում, տարբեր տեղեր, չի ինչ որ պոիսկ եք գրել, մի բան փնտրել եք, Facebook-ի էջը, Telegram, LinkedIn, Instagram, ինչքան բաներ կա, չէ՞։ Одноклассники։ Ես վերջում իմ одноклассники էջն եմ գտել, որը մոռացել եմ ես։ Ասենք 2000-ական թվերին բացած, հա, մեկ էլ ICQ-ն։ Այն ժամանակ դες կապի միջոց կար ICQ։ Հենց բաներ կոչվում։ Մենք դրա միջոցով, մեր համաշխարհային ասոցիացիայի գործընկերների միջոցով օգտվում ենք այդ տեղեկատվական շտեմարաններից, բաց աղբյուրների։ Օրինակ, որ դուք փորձեք դրանք գտնեք, ձեր համար դա կտևի մի ամիս։ Մեր համար դա կտևի 1 օր։ Այդ տեղեկատվությունը գտնելու ինքնաբերաբար այդ շլյապայով, մորուք կպցնելով կամ փոխակերպվելով տարբեր sense բաներ անելու կարիք չկա։ Կան որոշակի այո, այն երկրներում, որտեղ օրենքը թույլ է տալիս իրականացնել նաև արտաքին դիտարկում, այսինքն հետևել մարդուն, իրականացնել որոշակի գործողություններ, տեղաշարժը նայել, նկարել, դիտարկել, այդ երկրներում ունենք գործընկերներ, որոնց կան աշխատակիցներ, որ քողարկված են, այսինքն նրանց դեմքը ոչ ոք չի տեսնում։ Իրանք օրինական են, լեգալ են, լիցենզավորված դետեկտիվներ են, բայց իրանք հանրային չեն։ Եվ իրանք կատարում են այդ աշխատանքը ձեր ասած։ Դե ինչ, պարոն Գաբրիելյան, շնորհակալ ենք նման հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ ձեզանից, իրականում շատ լավ, շատ հետաքրքիր զրույց էր եւ պատրաստ ենք ցանկացած բարդու համար Հայաստանի Հանրապետությունում լինել աջակից, լինել ապավեն, ավելացնեմ նաեւ ձեր ոդկասթի շրջանակում, որ մեր մոտ խորհրդատվությունն անվճար է։ Մարդիկ կարող են գալ, կիսվել, խոսել, հասկանալ եւ խորհրդատվության շրջանակում իրենց հարցի լուծումը ստանալ անվճար ու հեռանալ։ Շնորհակալություն շատ։ Դե ինչ, սիրելի հետևորդներ, հիշեցնենք, որ եթերում թեթև զրույց ոդկասթներ, իսկ մեջուրներ մասնավոր հետախույզ Հայկ Գաբրիելյանը։ Մինչ հաջորդ հանդիպում։